Բուդապեշտում մեր վերջին հանդիպումից հետո ԵՄ արևելյան հարևանության տարածաշրջանում տեղի ունենում մի շատ կարևոր զարգացում։ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները ավարտվել են։ Տեքստը լիովին համաձայնեցված է։ Հայաստանը հայտնել է իր պատրաստակամությունը ստորագրելու այն։ Այս մասին Արման Եղոյանը հայտարարեց Վարշավայում ԵՄ հարցերով խորհրդարանական հանձնաժողովների 73-րդ համաժողովին Կոսակի նիստին։ Այս համաժողովին արդեն 4-րդ անգամ անընդմեջ հրավիրվում է Հայաստանի խորհրդարանի եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը։ Սա մի հարթակ է, որտեղ հանդիպում են Եվրամիության անդամ, անդամության թեկնածու եւ գործընկեր պետությունների խորհրդարանականները։ Հայաստանն այս հարթակը եւս օգտագործեց աշխարհին պատմելու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են եւ կա դրա շուտափույթ ստորագրման անհրաժեշտություն։ Ադրբեջանը սակայն պայմանագրի ստորագրումը կապում է երկու հարցի հետ։ Առաջին հարցը վերաբերում է ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարմանը։ Հայաստանի համար սա որոշ չափով ողջամիտ է թվում, սակայն միևնույն ժամանակ մենք ցանկանում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Միսկի խմբի լուծարումը չի ընկալում որպես հակամարտությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք տեղափոխելու նախադրյալ։ Եվ այդ մտահոգությունը փարատելու համար Հայաստանն առաջարկել է խաղաղության պայմանագիրը եւ ԵԱՀԿ միացյալ դիմումը Միսկի խմբի լուծարման վերաբերյալ ստորագրել միաժամանակ, նույն օրը եւ նույն ժամին, մանրամասնեց Եղոյանը։ Հաջորդ հարցը, որն Ադրբեջանը բարձրացնում է այս համատեքստում Հայաստանի սահմանադրության վերաբերյալ իր պնդումն է, թե այն տարածքային հավակնությունները պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Մենք երգում ենք այդ պնդումը եւ փոխարենը տարածքային հավակնություններ ենք տեսնում Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ։ Սակայն մենք այդ հարցը չենք բարձրացնում, քանի որ խաղաղության պայմանագրի նախագծում արկային դրույթներ, որոնք ուղղված են այդ մտահոգությունների հասցեագրմանը, հստակ արձանագրելով, որ երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ըստ հայկական ԽՍՀ եւ ադրբեջանական ԽՍՀ հանրապետությունների սահմաններում, ինչպես որ նախատեսված է Ալմաթայի հռչակագրում։ Եվ եթե մեր սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը պատրվակ չէ, այլ անկեղծ մտահոգություն, ապա այդ մտահոգությունը փարատելու ամենաարդյունավետ միջոցը խաղաղության պայմանագիրը ստորագրելն է, ոչ թե ստորագրումը նախապայմանով պայմանավորելը, ընդգծեց Եղոյանը եվրոպացի գործընկերներին մանրամասն ներկայացնելով գործընթացը։ Այնուհետև փաստաթուղթը երկու երկրներում կանցնի վավերացման գործընթաց, ներառյալ սահմանադրական դատարանի կողմից դրա համապատասխանության ուսումնասիրությունը սահմանադրությանը եւ եթե այն վավերացվի, պայմանագիրն ինքնին կունենա ավելի բարձր իրավաբանական ուժ, քան երկու երկրների սահմանադրությունները։ Եղոյանի այս ելույթից հետո Ֆրանսիայի եւ Գերմանիայի պատվիրակությունների առաջարկությամբ համաժողովի վերջնական բանաձևում ավելացավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը ողջունող առանձին կետ։ Համաժողովը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնական համաձայնեցումը։ Այն համարում է Հարավային Կովկասում տևական խաղաղություն եւ կայունություն երաշխավորելու պատմական հնարավորություն եւ հորդորում է կողմերին ընթանալ համաձայնագրի շուտափույթ ստորագրման ուղղությամբ։ ԵՄ հարցերով խորհրդարանական հանձնաժողովների 73-րդ համաժողովին հյուրընկալող երկրի Լեհաստանի խորհրդարանի նախագահ Շիմոն Հոլովնյան ներկայացրեց նաև Եվրամիության խորհրդում Լեհաստանի նախագահության արդյունքներն ու Եվրամիության ռազմավարական հեռանկարի վերաբերյալ Վարշավայի տեսլականը։ Իրինամ Կրչյան, լուրեր։